Բարև, ես ընկեր Մարոն եմ Think Engineering-ից ու այսօր միասին ստեղծում ենք Snake խաղը։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր խաղերը եւ տեսնենք թե ինչ տեսք կունենա այսօրվա խաղը։ Երբ որ սեղմում ենք դրոշակին, կունենանք մեր խաղի անունը վերևում գրված եւ նա կունենա անիմացիա, կմեծանա եւ կփոքրանա։ Նաեւ կունենանք օծիկի կերպար համապատասխան անիմացիայով եւ կոճակ, որին սեղմելով կմտնենք արդեն խաղ։ Սեղմում ենք start, օծիկին կառավարելու ենք վերև ներքև աջ ցախ սլաքների միջոցով եւ նա պետք է հավաքի խնձորներ։ Ինչքան շատ խնձորներ է հավաքում, ապա այնքան նրա պոչիկը երկարում է եւ պետք է զգուշ լինենք, որպեսզի էկրանից դուրս չգանք։ Հենց որ էկրանից դուրս ենք գալիս, խաղը ավարտվում եւ մենք պետք է նորից սկսենք խաղը։ Ներքևում կգտնես պատրաստի կերպարներով հղումը, սեղմում ես այդ հղման վրա, ապա սեղմում ես վերևում առաջացած remix կոճակը, կանաչ գույնի remix կոճակը, որպեսզի քո խաղը պահպանվի քո էջում։ Գրում ենք start-ի հրամանները։ Start-ի նույնինքը play button-ն է։ Գնում ենք իրադարձություններ բաժին, վերցնում ենք, երբ դրոշակը սեղմված է, այնուհետև շարժ բաժնից վերցնում ենք նրա կոորդինատները, գնալ դեպի x, y։ Եթե ուզում ենք նա լինի այս դիրքում, ստուգում ենք, որ կոորդինատները ճիշտ լինի, եթե չէ, տեղափոխում ենք նրան, արդեն համապատասխան թվերը գրում ենք։ Հիմա, երբ որ ես սեղմեմ դրոշակին, նա կհայտնվի իմ նախնական կոորդինատներում, այսինքն նախնական դիրքում։ Այնուհետև տեսք բաժնից եկեք վերցնենք ցույց տալ հրամանը, որի հենց որ մենք դրոշակը սեղմենք, նա միանգամից երևա։ Եվ դնենք գնալ դեպի հրամանը, գնալ դեպի դիմացի շերտ, որպեսզի նա գա ամենադիմաց։ Էլի տեսք բաժնից գնալ դեպի դիմաց շերտ։ Այնուհետև գրենք նրա անիմացիայի հրամանները։ Անիմացիայի համար մեզ հարկավոր է չափսը, շարժ բաժնից էլի։ Նախնական չափսը դնում ենք 0։ Այնուհետև ստուգելու ենք, հենց որ մեր մկնիկի ցուցիչը հպվի մեր start կոճակին, ապա նա անիմացվելու է եւ մի քիչ մեծանա։ Այնուհետև հենց որ չկպնի, մի քիչ կփոքրանա։ Կառավարում բաժին։ Եթե ապա այլապես ընկալում բաժնից վերցնում ենք, հպվում է մկնիկի ցուցիչ, որ ստուգենք արդյոք հպվել է մկնիկի ցուցիչին, թե ոչ։ Այնուհետև գնում ենք տեսք բաժին եւ տեսք բաժնից վերցնում ենք փոխել հրամանը, փոխել չափսը։ Փոխել չափսը հրամանի մեջ պետք է տեղադրենք հետեւյալ արտահայտությունը։ Գնում ենք հաշվարկ բաժին, վերցնում ենք հանած, դեռ այստեղ տեղադրեմ, հետո վերցնում ենք բաժանած, տեղադրում ենք աջ կողմում, գնում ենք տեսք բաժինը եւ վերցնում ենք չափս փոփոխականը, ինքը կլոր ձևով է։ Չափսը տեղադրում ենք մեջտեղում, այստեղ։ Եվ գրում ենք հետեւյալ արտահայտությունը 30-ից հանած, չափսը բաժանած 4։ Ու այս արտահայտությունը կարող ենք կրկնօրինակել եւ երկրորդ տարբերակում գրում ենք 25-ից հանած, չափսը բաժանած 4։ 30-ից հանած, չափսը բաժանած 4 դնում ենք վերևի հրամանում, այսինքն վերևի հատվածում, եթե ապայի, եւ երկրորդ հատվածում եւս մեկ անգամ ավելացնում ենք փոխել չափսը եւ դնում ենք արդեն երկրորդ արտահայտությունը։ Սեղմում ենք դրոշակին, այսպիսի անիմացիա է ստացվում, հենց որ մոտեցրեցինք, մեծանում է, հենց որ հեռացրեցինք, փոքրանում է։ Այնուհետև, հենց որ մենք սեղմենք մեր start կոճակին, պետք է խաղը սկսվի։ Հետևաբար, գնում ենք իրադարձություններ բաժին, երբ այս կերպարը սեղմված է, նա պետք է թաքնվի եւ բոլորին հայտարարի, այսինքն բոլորին նամակ ուղարկի, որ խաղը սկսվել է։ Հետևաբար գտնում եք տեսք բաժնից թաքցնել եւ իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն, ստեղծում ենք նոր հաղորդագրություն, սեղմում ենք հաղորդագրություն 1-ի վրա, նոր հաղորդագրություն եւ գրում ենք start։ Սեղմում ենք դրոշակին, նկատենք, որ անիմացիան աշխատում է, սեղմենք start-ին, ահա, նա անհետացավ։ Հիմա գրենք preview-ի հրամանները։ Preview-ն իրանից ներկայացնում է մեր խաղի անունը։ Ահա, այսինքն խաղի սկզբում նա պետք է երևա, հենց որ դրոշակը սեղմենք, տեսք բաժնից վերցնում ենք ցույց տալ, որովհետև խաղի սկզբում նա պետք է երևա։ Այնուհետև նրան նույնպես պետք է բերենք դիմացի շերտ, գնալ դեպի դիմացի շերտ, տեսք բաժնից նույնպես,
Հետո պետք է նենց անենք, որ ֆիքսենք նրա կոորդինատները։ Այսինքն գնում ենք շարժ բաժին, վերցնում ենք գնալ դեպի հրամանը, նայում ենք, որ կոորդինատները ճիշտ լինի, եթե նկատենք մեր մոտ այստեղ գրած է 0,0, իսկ այստեղի կոորդինատները սխալ են։ Ինչու՞։ Որովհետև մեր մոտ դրոշակը սեղմված է եւ մեր scratch-ը ուղղակի այստեղ չի թարմացրել, հենց որ մենք սեղմենք stop-ին, այստեղ ավտոմատ կթարմացվի։ Կարող ենք այստեղ ձեռքով փոփոխել կամ ջնջել հրամանը նորից գրել։ Ֆիքսում ենք նրա կոորդինատները եւ պետք է արդեն գրենք հրամանը։ Ուզում ենք նաեւ անիմացնել snake game-ը։ Հետևաբար մեզ պետք է էլի chops, տեսք բաժնից chops-ը 100, այնուհետև անվերջ կառավարում բաժնից, եւ նա մի փոքր կմեծանա, կփոքրանա, կմեծանա, կփոքրանա, որպեսզի այդպիսի էֆեկտ ստացվի։ Կառավարումից նույնպես կրկնելը, կրկնել 50 կդնենք, որպեսզի սահուն մեծանա, փոքրանա։ Եվ տեսք բաժնից կվերցնենք փոխել chops-ը։ Ու քանի որ մեզ պետք է որ մի փոքր մեծանա փոքրանը կդնենք 0.1 դրոշակը սեղմենք նկատենք որ մի փոքր մեծացավ այն ահա հենց որ մեծանում է պետք է նաև փոքրանա հետևաբար կրկնել բաժնից հետևաբար կարող ենք կրկնօրինակել եւ նույն բանը գրում ենք արդեն -0.1-ով փորձարկենք մեծացավ սահուն եւ փոքրացավ հետո էլի մեծացավ, փոքրացավ։ Եթե ուզում եք մի քիչ ավելի շատ մեծանա, այս թիվը մեծ եք գրում ավելի։ Բայց նենց եք անում, որ այս թիվը ու այս թիվը նույնը լինի, այսինքն ինչքան մեծանում է, այդքան պետք է փոքրանա։ Փորձարկենք, նկատենք, որ ամեն ինչ աշխատում է, նաև երբ որ սեղմենք start, պետք է մեր snake game-ը նույնպես անհետանա։ Հետևաբար իրադարձություններ բաժնից վերցնում ենք, երբ ստանում եմ start, որովհետև start կոճակին սեղմելուց նա ուղարկում է հաղորդագրություն start։ Պետք է տեսք բաժնից նրան թաքցնենք։ Ահա, թաքցրեցին։ Սեղմենք start, նկատենք, որ ամեն ինչ աշխատում է։ Անցնենք մեր օցիկի կերպարին։ Օցիկի կերպարը խաղի սկզբում լինելու է մոտավորապես այս հատվածում։ Այսինքն երբ որ դրոշակը սեղմենք, նա ձախ կողմում կլինի ուղղակի կերևա։ Այնուհետև հենց որ խաղը սկսի, նա կսկսի շարժվել։ Հետևաբար գնում ենք օցիկի մոտ եւ օցիկի մոտ գրում ենք հետեւյալ հրամանները։ Նախ ֆիքսում ենք նրա տեղը եւ ընտրում ենք նրա չափսը։ Խաղի սկզբում թող լինի 100։ Չափսը այստեղ ջնջում ենք, գրում ենք 100։ Դեռ օցիկի լեզվի մասին չենք մտածում։ Այնուհետև նրան մոտավորապես այս կոորդինատներում կդնենք եւ կանենք այնպես, որ նա նայի դեպի աջ։ Գնացինք իրադարձություններ բաժին, երբ դրոշակը սեղմված է։ Շարժ բաժնից կֆիքսենք նրա տեղը, դուք կարող եք որոշել, թե ինչ բարձրության վրա եք ուզում նա լինի։ Օրինակ ես ուզում եմ այստեղ լինի։ Հետևաբար շարժ բաժնից վերցնում գնալ դեպի։ Նայում եմ, որ հրամանները ճիշտ լինի, այսինքն կոորդինատները համապատասխանեն։ Այնուհետև կվերցնեմ ուղղությունը, դրոշակը սեղմենք, ահա, նկատենք, որ պտտվել է դեպի աջ են, այո։ Եվ ֆիքսենք նրա չափսը, որ լինի 100։ Տեսք բաժնից կվերցնենք չափսը եւ կդնենք 100։ Նաեւ նկատենք, որ խաղի սկզբում նա պետք է երևա, հետեւաբար կդնենք ցույց տալ։ Նաեւ մտնենք նրա զգեստների մեջ եւ տեսնենք, որ նա ունի երկու զգեստ։ Նրա գլուխը եւ մարմինը։ Այսինքն մենք ապագայում օգտագործելու ենք նրա երկրորդ զգեստը tail-ը, որպեսզի ստանանք մեր օցիկի մարմինը։ Խաղի սկզբում, բայց նա մեզ պետք չէ, մեզ պետք է որ նա երևա միայն գլխով, գլխի հատվածով։ Հետևաբար գնում ենք տեսք բաժին եւ գտնում ենք զգեստը tail։ Tail-ը փոխարինում ենք head-ով։ Այսինքն հենց որ դրոշակը սեղմենք, գլուխը պետք է արդեն երևա։ Նաեւ եկեք կատարենք նույն գործողությունները թանգի համար, որ հենց որ խաղը սկսենք, նրա լեզուն ոչ թե այստեղ լինի ինչ-որ միտեղ, այլ պետք է մոտենա իր մարմնին։ Այսինքն գլխի մոտ պետք է հայտնվի։ Հետևաբար գնում ենք իրադարձություններ բաժին, արդեն գրում ենք թանգի մոտ։ Կառավարում բաժնից վերցնում ենք անվերջ եւ լեզուն միշտ պետք է լինի snake-ի մոտ, հետևաբար շարժ բաժնից վերցնում ենք գնալ դեպի պատահական դիրք, պատահական դիրքը փոխարինում ենք snake,
Նայում եք ինչ տեղի ունեցավ, սեղմեցինք դրոշակին, լեզուն այստեղ է հայտնվել։ Բայց մեզ պետք է, որ նա նախ մի քիչ ավելի մեծ լինի, մեր snake-ին համապատասխան, հետևաբար մենք պետք է անընդհատ հետևենք snake-ը ինչ չափսի եւ համապատասխանաբար լեզունը նույն չափսի լինի։ Գնում ենք տեսք բաժին, վերցնում ենք չափսը 100%։ Ու հիմա որ սեղմենք, նկատենք, որ չափսը համապատասխանում է, բայց նա գտնվում է ներքևում, այսինքն ներքև է նայում։ Հետևաբար նրան պետք է նաև ուղղությունը տանք։ Համ snake-ի չափսը պետք է տանք, համ snake-ի ուղղությունը պետք է տանք։ Եկեք գնանք շարժ բաժին, վերցնենք ուղղություն հրամանը։ Նկատենք, որ արդեն աշխատեց, այսինքն եկավ աճ։ Բայց նկատենք, որ նրանց թվերը ուղղակի համապատասխանում են, այսինքն եթե ես snake-ի մոտ ինչ-որ փոփոխություն կատարեմ, թանգի մոտ չի փոփոխվելու ամեն ինչ, այսինքն ավտոմատ նա չի հետևում snake-ին, ուղղակի թվերը այս բանին համապատասխանում են, բայց մեզ պետք է որ նա հետևի snake-ին։ Հետևաբար գնում ենք ընկալուն բաժին, ընկալուն բաժնում իջնում ենք մի փոքր ներքև, գտնում ենք հրաման բեմի ետնապատկերը։ Սեղմում ենք բեմի վրա եւ ընտրում ենք snake։ Այսինքն մենք վերցնել ենք snake-ի ինչ-որ հատկություն։ Դնենք չափսի մեջ եւ վերցնենք snake-ի չափսը։ Այնուհետև նույն գործողությունն ենք կատարում ուղղության համար եւ գրում ենք snake-ի ուղղությունը։ Հիմա եթե ես snake-ի չափսը օրինակ որոշեմ, որ պետք է փոխվի դառնա 80, լեզուն նույնպես snake-ի հետ միասին կփոփոխվի կդառնա 80։ Փորձենք նկատենք, որ այստեղ փոփոխվեց։ Այսինքն եթե ես այստեղ դնեմ 100, լեզուն նույնպես կդառնա 100։ Նույն ձևի կլինի նաև ուղղության դեպքում, եթե ես այստեղ փոփոխեմ snake-ին, լեզուն համապատասխանաբար snake-ի հետ շարժվելու է։ Նաև եկեք ավելացնենք լեզվի անիմացիա։ Զգեստների մեջ կնկատենք, որ ունենք երկու զգեստ։ Հետևաբար պետք է նրանց ուղղակի փոփոխենք։ Գնում ենք իրադարձություններ բաժին, երբ դրոշակը սեղմված է, կառավարումից անվերջ եւ տեսք բաժնից վերցնում ենք հաջորդ զգեստը։ Փորձարկում ենք, նայում ենք, որ արագ է շարժվում։ Հետևաբար մեզ պետք է կառավարում բաժնից սպասել հրամանը, սպասել ամբողջ 1 վայրկյան օրինակ։ Ու արդեն կսկսի ավելի սահուն գնալ, այսինքն շարժվեց, զգեստները ավելի սահուն լինեն։ Հիմա գրենք արդեն խաղի սկզբի հրամաններ, այսինքն երբ որ մենք սեղմում ենք start, մեր օձիքը պետք է սկսի շարժվել։ Նախ եւ առաջ եկեք գրենք օձի շարժվելու հրամաններ, այսինքն մենք ինչպես ենք նրան կառավարելու։ Մենք սկսելու ենք նրան կառավարել այն ժամանակ, երբ որ խաղը սկսի, այսինքն իրադարձություններ բաժնից վերցնում ենք, երբ ստանում եմ start, այնուհետև պետք է նրան փոքրացնենք, որովհետև ինքը խաղի համար շատ մեծ է։ Եկեք չափսը դնենք 50, տեսք բաժնից վերցնում ենք չափսը 50, 100-ը փոխարինեցինք 50-ով, կառավարումից անվերջ եւ նա անընդհատ պետք է գնա առաջ։ Շարժ բաժնից տեղափոխվել 10 քայլ։ Դրոշակը սեղմենք start, նկատենք, որ փախավ։ Սեղմեցինք start, փախավ։ Եկեք նրան մի փոքր դանդաղեցնենք, օրինակ 2 դնենք։ Փորձարկենք, նկատենք, որ ամեն ինչ շատ լավ աշխատում է։ Գնում է առաջ։ Հիմա ես ուզում եմ մեր օձիկին կառավարեմ սլաքների միջոցով, վերև ներքև աջ ձախ։ Հետևաբար գնում եմ կառավարում բաժին, եթե ապա ընկալում բաժնից վերցնում եմ բացած տեղը սեղմված է, դնում եմ աջ սլաք եւ շարժ բաժնից վերցնում եմ ուղղությունը դեպի աջ։ Այնուհետև կարող եմ կրկնօրինակել, եթե ապան ձախ սլաք կամ գրել նորից հրամանները վերցնելով։ Ձախ սլաք տանում եմ ձախ։ Ապա վերցնում եմ նորից կրկնօրինակում եմ, վեր սլաք, ուղղությունը դեպի վերև արդեն, այսինքն 0 եւ վար սլաք, ուղղությունը դեպի ներքև։ Այսպես։ Փորձարկում ենք, դրոշակը սեղմեցինք, start-ը սեղմեցինք, արդեն սկսում ենք կառավարել։ Մեզ մնաց պոչիկի հատվածը կատարել։ Պոչիկի համար օգտագործելու ենք նրանց գեստները, այսինքն այս կրկնօրինակն ենք սարքելու այս գեստի,
Եվ պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ երկարությամբ պոչիկ է պետք սարքել։ Մեզ կօգնի score փոփոխականը, այսինքն մենք ինչքան խնձոր հավաքենք, պետք է այդքան երկարի մեր պոչիկը։ Ստեղծենք score փոփոխականը։ Փոփոխական բաժնից ստեղծում ենք նոր փոփոխական, անունը դրում ենք score, բոլոր կերպարների համար ենք օգտագործելու։ Սեղմեցինք լավ։ Խաղի սկզբում, երբ որ մենք սեղմում ենք դրոշակին, մեր score փոփոխականը պետք չի որ երևա։ Հետևաբար, հենց snake-ի մոտ գրում ենք, որ հենց որ դրոշակը սեղմենք, թաքցնենք։ Հետևաբար գրեցինք թաքցնել score փոփոխականը, հենց որ խաղը սկսվում է, նա պետք է երևա։ Հետևաբար դնում ենք, երբ ստանում եմ start, ցույց տալ score-ը։ Ու score-ը պետք է լինի սկզբից 0։ Վերցրեցինք հրամանը, score-ը 0։ Դրոշակին սեղմեցինք, score-ը չկա, սեղմեցինք start, այստեղ փոխում ենք score, նորից դրոշակին սեղմեցինք, my variable, մեզ հարկավոր չի, սեղմեցինք start, score-ը 0։ Այնուհետև պետք է մենք ինչ-որ մի ձևի կախում ստեղծենք score-ի և մեր պոչիկի ստեղծման միջև։ Այսինքն, գրում ենք հետևյալ արտահայտությունը։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք բաժանածի հրամանը, եկեք այստեղ կառուցենք, հետո արդեն կտեղադրենք։ Այնուհետև գումարած հրամանը, բաժանածը տեղադրում ենք գումարածի ձախ կողմում և փոփոխական բաժնից վերցնում ենք score-ը, դնում ենք սրա մեջ։ Ստացվում է score-ը բաժանած 5, գումարած 1։ Եվ գումարածից բռնելով այս արտահայտությունը տեղադրում ենք տեղափոխվել հրամանի մեջ։ Ինչի այսպես։ Այսինքն մենք վերցնում ենք մեր score-ը, բաժանենք 5-ը մասի և գումարենք 1։ Գումարում ենք 1, որպեսզի խաղը սկսելու պահին, երբ որ մեր score-ը 0 է, տեղափոխվի 1 քայլով, ամենակիչը 1 քայլով։ Իսկ ընթացքում արդեն score-երը որ շատանան, մի քիչ կսկսի քիչ-քիչ ավելանալ նրա շարժման արագությունը։ Հիմա պետք է ստեղծենք կրկնօրինակները, էլի ըստ համապատասխան կախումի, score-ից կախումի։ Հետևաբար, ստեղծում ենք կրկնօրինակները այն ժամանակ, երբ որ խաղը սկսում է։ Իրադարձություններ բաժնից վերցնում ենք, երբ ստանում եմ start, և կառավարում բաժնից վերցնում ենք ստեղծել իմ կրկնօրինակը և անվերջը, սկզբից տեղադրենք անվերջը, հետո ստեղծել իմ կրկնօրինակը։ Անընդհատ կստեղծենք կրկնօրինակներ, փորձարկենք, այսպես նկատենք, որ երբ որ կրկնօրինակները ստեղծում ենք, նրանք ստեղծում են գլխի տեսքով, իսկ մեզ պետք է որ պոչիկի տեսքով ստեղծվեն։ Հետևաբար, հենց որ կրկնօրինակը ստեղծվում է, նրան պետք է տանք համապատասխան զգեստը։ Փորձարկենք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, տեսք բաժնից վերցնում ենք զգեստը և թողնում ենք tail։ Դրոշակ start, պոչիկը ստեղծվեց։ Այնուհետև, հենց որ նա ստեղծվում է, պոչիկը ստեղծվում է, պետք է ինչ-որ ժամանակ անց անհետանա, որպեսզի երկարությունը կարողանանք կառավարել։ Կառավարում բաժնից վերցնում ենք սպասել հրամանը և կախումը լինելու է այսպես score-ը բաժանած 5-ի, կարող ենք այստեղից կրկնօրինակել կամ նորից հավաքել հրամանները։ Գրում ենք սպասել score-ը բաժանած 5-ի և կառավարում բաժնից վերցնում ենք ջնջել այս կրկնօրինակը։ Փորձարկենք, դեռ ոչինչ տեղի չի ունենալու, որովհետև մենք score-ը ընթացքում չենք հավաքում։ Հիմա գրենք score հավաքելու հրամանները և տեսնենք, թե ինչպես է աճում մեր պոչիկը։ Ընտրենք խնձոր կերպարների բաժնից, apple։ Խնձորը խաղի սկզբում չի երևալու, հետևաբար վերցնում ենք, երբ դրոշակը սեղմված է, թաքցնել, տեսք բաժնից թաքցնել։ Այնուհետև, հենց որ խաղը սկսվի, նրա չափսը կդարձնենք 50, որպեսզի նա լինի փոքրիկ և կդնենք նրան մի փոքրիկ անիմացիա։ Այսինքն, դնում ենք, երբ ստանում եմ start, խաղը երբ որ սկսում է իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ start, նա պետք է արդեն երևա, տեսք բաժնից ցույց տալ։ Այնուհետև պետք է տեղադրենք հրամանները, պետք է որոշենք նրա կոորդինատները, ցույց տալ, այնուհետև որոշենք նրա չափսը, տեսք բաժնից չափսը 50, որպեսզի նա լինի փոքրիկ։ Կարող ենք ավելի փոքրացնել, եթե ուզում եք, ավելի կարող եք փոքրացնել։ Այնուհետև
գրում ենք, որ նա ամեն անգամ հայտնվի տարբեր դիրքերում։ Հետևաբար դնում ենք շարժ բաժնից գնալ դեպի, կարող ենք այդ ամեն ինչը անել գնալ դեպի պատահական դիրքով, բայց ես նախընտրում եմ օգտագործել գնալ դեպի XY։ Ինչու՞, որովհետև այս ձախ վերևի հատվածում մենք ունենալու ենք միավորները ու եթե մենք գրենք գնալ դեպի պատահական դիրք, նա կարող է հայտնվել միավորների տակի հատվածում, որը ցանկալի չէ։ Մենք ուղղակի կասենք, որ ինքը հայտնվում է մեր էկրանի մեջ, որը չխանգարի հենց score-ի հրամանի փոփոխականն, այսինքն չփակի նրան։ Հետևաբար դնում ենք հաշվարկ բաժնից պատահական թիվ, երկուսն էլ, x-ի մեջ գրում ենք -240-ից 240, աջ ձախի կորդինատներն են պատահական, y-ի մեջ 100 -150-ից 150։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք սեղմում ենք, ինքը տարբեր տեղեր է հայտնվում։ Այնուհետև պետք է ստուգենք, հենց որ նա կպնի snake-ին, ապա միավոր ստանանք եւ նա հայտնվի ուրիշ տեղում։ Հետևաբար դնում ենք կառավարումից անվերջ, եթե ապա ընկալումից հպվում է snake եւ դնում ենք փոփոխական բաժնից փոխել my variable-ը սարքում ենք score, փոխել score-ը 1-ով եւ կարող ենք կրկնօրինակել գնալ դեպի հրամանը, բայց ուշադիր ենք լինում միայն այդ հրամանը կրկնօրինակենք, դրեցինք, փոխելուց հետո փորձարկում ենք, կարող եմ խնձորին մոտեցնել, նկատենք, որ մեր պոչիկը արդեն հայտնվեց, մի փոքր էլ մոտեցնենք, ահա, եւ երկարում է արդեն մեր պոչիկը խնձորին հպվելուց։ Նաև եկեք ավելացնենք խնձորի անիմացիան։ Երբ ստանում եմ start իրադարձություններ բաժնից, անիմացիան պետք է սկսի աշխատել։ Հետևաբար կառավարում բաժնից անվերջ, համարյա նույն բանն ենք գրում, ինչ որ start button-ի մեջ ենք գրում, կառավարումից անվերջ, կրկնել, տասը թողում ենք, այնուհետև տեսք բաժնից փոխել չափսը 1-ով և կրկնօրինակում ենք փոխել չափսը -1-ով։ Ստացվելու է հետևյալ անիմացիան։ Կարող ենք չափսը փոքրացնել, դնել 30-30-ից սկսի։ Նորից փորձենք, ահա, այսպես։ Բայց նկատենք, որ շատ արագ է գնում գալիս, ես ուզում եմ հենց որ նա գնա, մի փոքր կանգ առնի, նոր շարունակի անիմացիան, այսինքն կառավարում բաժնից դնում եմ սպասել հրամանը, այսինքն երբ մեծացավ փոքրացավ, մի փոքր սպասի։ Եվ պատահական թիվ հաշվարկ բաժնից, օրինակ 0.1-ից 0.5։ Սա տեղափոխեմ այս կողմ։ Նկատենք, որ անիմացիան սկսեց արդեն տեղի ունենալ։ Եթե չեք ուզում շատ մեծանա, շատ փոքրանա, այս չափսի թվերը փոխում ենք։ Փորձարկենք, դրոշակը սեղմեցինք start, ամեն ինչ նորմալ է, խնձորին մոտեցնենք, որ հեշտ հավաքենք նրան։ Ահա, միավորը աշխատում է, մեր օծիկն էլ աշխատում է, միավորներն էլ ստանում ենք։ Ավելացնենք game over-ի հրամանները։ Օծիկի մոտ պետք է ստուգենք, արդյոք ինքը եզրից դուրս է եկել, թե ոչ։ Եթե եզրից դուրս է գալիս, ապա խաղը ավարտվում է։ Ավելացնենք ձախ վերևի հատվածում, որ ոչ թե գրած լինի score 2, այլ փոքրիկ խնձորիկ նկարած լինի եւ score-ը ամեն անգամ փոփոխվելուց նրա մոտ էլ ինչ-որ անիմացիա տեղի ունենա։ Հետևաբար ընտրում ենք նոր խնձոր, նրան փոքրացնում ենք, տեղադրելու ենք, օքսան շատ փոքր է, 30, տեղադրելու ենք score-ի կողքը, բայց ոչ թե աջ կողքը, այլ ձախ կողքը։ Եթե ես հիմա այսպես տեղադրեմ, նա կկորի, այսինքն մեր միավորները կփակեն նրան։ Դրա համար երկու անգամ սեղմում միավորների վրա, արդեն սկսում է երևալ միայն միավորների թիվը։ Խնձորը մոտավորապես նրա կողքն եմ դնում, կարող եմ մի փոքր մեծացնել, ահա, տեղավորեցինք, այսպես, այսպես։ Հիմա նրա անունը դնում ենք Apple
points, որ հասկանանք, որ point-ների հետ է կապված։ Ու գրենք նրա հրամանները։ Երբ որ դրոշակը սեղմենք, նա չպետք է երևա։ Հետևաբար, տեսք բաժնից թաքցնել, ու հենց որ խաղը սկսենք, նոր արդեն պետք է նա երևա։ Երբ ստանում եմ start, ցույց տալ եւ գնալ դեպի կոորդինատները։ Շարժ բաժնից գնալ դեպի։ Փորձարկենք, չկա, հայտնվեց։ Այնուհետև, հենց որ մենք հավաքում ենք խնձոր, նա թող մեծանա, փոքրանա։ Apple կերպարի մոտ այս հատվածում ավելացնում ենք իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն, start սեղմեցինք, նոր հաղորդագրություն, get apple, այսինքն վերցրեցի խնձոր, ստացա միավոր։ Apple point-ի մոտ գրում ենք, երբ ստանում եմ get apple, նա պետք է մեծանա, փոքրանա։ Կառավարում բաժնից կրկնել, տեսք բաժնից փոխել չափսը 1-ով եւ փոխել չափսը -1-ով։ Էլի կմեծանա, կփոքրանա։ Փորձարկեցինք, եկանք խնձորին։ Ընտրեցինք, մեծացավ, փոքրացավ։ Էլի ընտրեցինք, մեծացավ, փոքրացավ։ Նաեւ եկեք ֆիքսենք նրա չափսը։ Հիմա 60-ը ես ուզում եմ, որ լինի խաղի սկզբում 40։ Հետևաբար, երբ ստանում եմ start, չափսը լինի 40։ Փորձարկենք, դրոշակը սեղմեցինք, չափսը կա, գնացինք, խնձորը վերցրեցինք, մեծացավ, փոքրացավ։ Գրենք նրա պարտվելու հրամանները, այսինքն հենց որ օծը դուրս է գալիս եզրից, մենք պարտվեցինք։ Հետևաբար, օծիկի մոտ գրում ենք հետևյալ հրամանները։ Երբ դրոշակը սեղմված է, գրում ենք անվերջ, եթե ապա, եւ մենք ունենք 4 պայման, կամ վերևի եզրից է դուրս գալիս, կամ ներքևի, կամ աջ, կամ ձախ։ Հետևաբար, գնում ենք հաշվարկ բաժին, փոքր է, շարժ բաժնից վերցնում ենք x-ը, եթե x-ը փոքր է, այսինքն ներքևի եզրն ենք նայում, -240-ից, ապա նա հատել է ներքևի եզրը։ Կարող ենք մի փոքր բարձր դնել, -235 դնենք, որ իմանանք, որ հաստատ կիսով չափ անցել է եզրից, ձախ եզրից։ Հետևաբար, հաղորդել հաղորդագրություն, game over։ Game over։ Նաև նույն բանը կատարելու ենք, եթե աջ եզրը հատի։ Հետևաբար կարող ենք գրել հաշվարկ բաժնից, մեծի նշանը արդեն, շարժ բաժնից x-ը, մեծ է 235-ից, էլի հատեց։ Նորից, եկեք վերցնենք արդեն y-ը, 4 արտահայտություններն էլ գրում ենք, մեծ է և փոքր է։ Y-ը մեծ է 175-ից, և y-ը փոքր է -175-ից, այսինքն վերևի և ներքևի հրամանները նույնպես գրում ենք։ Y-ը փոքր է -175-ից։ Այս ամենը կարող ենք գրել առանձին եթե-ապաներում, այսինքն 4 հատ եթե-ապա կունենանք, եթե x-ը փոքր է -235, հաղորդել հաղորդագրություն game over, եթե x-ը մեծ է 235, հաղորդել հաղորդագրություն game over, եւ այլն եւ այլն։ Բայց կարող ենք գրել այդ ամեն ինչը մի եթե-ապայում։ Ինչպես ենք դա անում։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք կամ, մեզ պետք է կամերը լինեն 4 հատ, այսինքն մի քանի հատ կամ ենք վերցնում։ Դնում ենք երկրորդի մեջ, այնուհետև երրորդի մեջ։ Հիմա մենք ունենք արդեն 4 կամ եւ վերջից սկսում ենք տեղադրել։ Տեղադրեցինք, ուշադիր ենք լինում, վերցնում ենք նշանից, որ մոտեցնում ենք ձախ կողմի հատվածով, այսպիսի սպիտակ եզրագիծ է ստանում։ Իրենց որ բաց ենք տանում, մտնում է մեջը, նույն ձևի։ Այստեղ ուշադիր ենք լինում, որ ճիշտ տեղում լինի։ Սա նույնպես, ու վերցնում ենք առաջի կամից, տեղադրում ենք այստեղ։ Հենց որ ստանում ենք game over, մեզ պետք է ետնապատկերը արդեն երևա եւ game over-ը ցույց տա։ Preview-ի մեջ կավելացնենք եւս մեկ զգեստ։ Կրկնօրինակենք այս զգեստը եւ գրենք game over։ Այսինքն նրա զգեստի անունը կփոփոխենք game over,
Եվ այստեղ նույնպես կդարձնենք start։ Կամ չէ, կսարքենք title, game title։ Սա նրա համար է կատարվում, որ մենք հասկանանք, թե որ զգեստը ինչի համար է նախատեսված։ Հետևաբար, երբ որ սեղմենք դրոշակին preview-ի մոտ, պետք է տեսք բաժնից դնենք զգեստը, երբ որ դրոշակը սեղմված է, մեր game title-ը, իսկ երբ որ ստանում է արդեն game over, իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ game over, տեսք բաժնից կվերցնենք զգեստը game over եւ նրան պետք է ցույց տանք։ Տեսք բաժնից նույնպես ցույց տալ։ Ահա, երևաց, անիմացիան նույնպես աշխատում է, նկատենք։ Եվ կարող ենք դադարեցնել ուղղակի օթիկի շարժումները։ Ու կարող ենք թաքցնել խնձորին, այսինքն ուղղակի կլինի game over եւ մեր օթիկը ինչ որ մի ձև կշարժվի, կգնա պատին կհապվի։ Կամ կարող ենք խաղը դադարեցնել։ Երբ որ ուղարկում է այս ամենը, պետք է դադարեցնենք մնացած հրամանները։ Կառավարում բաժնից դադարեցնել ամբողջը, դնում ենք դադարեցնել այլ սցենարները, որպեսզի էլ չկարողանանք մեր օթիկին շարժել։ Ինքը կգա, օրինակ, հենց անենք եզրին հպվի, հպվեց, game over, մխրճվեց այստեղ։ Խաղը ավարտվեց, մենք կարող ենք նորից սեղմել դրոշակին եւ խաղը նորից կվերսկսի։ Այսպիսի խաղ ստացվեց։ Հենց որ սեղմում ենք start, մենք ունենք օթի, կարող ենք հավաքել միավորներ եւ ըստ միավորների քանակի մեր պոչը աճում է։ Մենք պետք է միայն զգույշ լինենք, որպեսզի չկպնենք եզրերին։ Հենց որ կպնում ենք եզրին, խաղը ավարտվում է։ Իսկ խաղի սկզբում մենք ունենք Snake Game անունով անիմացիա եւ բաժանորդագրվել մեր YouTube-ը, որին սեղմելով նաեւ ունենանք նույնպես անիմացիա եւ խաղը եւ անպայման գրիր թե ինչ խաղ կուզես տեսնել մեր ալիքում։